Բարև ձեզ հարգելիներս, այսօրվա մեր թեման է անթրոպոգենեզը։ Ինչպես գիտեք, երկրի տարիքը գնահատվում է ըստ գիտնականների մոտավորապես 4,5-ից 7 միլիարդ տարի, և գիտնականները երկրի և կյանքի զարգացման պատմությունը բաժանել են որոշակի դարաշրջանների, դարաշրջանները ժամանակաշրջանների, որոնք էլ դարերի։ Խոսենք սրանցից յուրաքանչյուրի մասին հակիրճ։ Առաջինը արքեյան դարաշրջանն է 3,5 միլիարդ տարի առաջ, 900 միլիոն տարի տևած։ Ծովերում և օվկիանոսներում գերակշռում էին պրոկարիոտները և ավտոտրոֆ ձևերի առաջացմանը զուգընթաց ջուրը հարստացավ թթվածնով։ Արդեն արքեան դարաշրջանի վերջում նկատվում էին խոշոր երեք արոմորֆոզները՝ ֆոտոսինթեզը, սեռական բազմացումը և բազմաբջջայնությունը։ Հաջորդը պրոտերոզոյան դարաշրջանն է, որը տևել է 2000 միլիոն տարի, սա բավականին ուրեմն ամենամեծ տևած, ամենաերկար տևած դարաշրջանն է, և ցամաքում դեռ կյանք չկար, բայց ծովերի և օվկիանոսների ափերին բակտերիաների և մանր ջրիմուռների գործունեության շնորհիվ սկսվել էր հողագոյացման գործընթացը։ Այս դարաշրջանում կապտականաշ ջրիմուռները սկիզբ տվեցին կանաչ և բազմաբջիջ ջրիմուռների, ինչպես նաև բավականին շատ էին սպունգների, աղեղխորշավորների, ворթերի և որոշ հոդվածոտանիների քանակը։ Հաջորդը պալեոզոյան դարաշրջանն է, որը գիտնականները բաժանում են 6 ժամանակաշրջանների։ Քեմբրիի և օրդովիկի ժամանակաշրջանում հիմնականում կյանքը ջրում էր, բավականին զարգացած էր, բայց ջրում էր։ Հաջորդը պերմի ուրեմն ժամանակաշրջանն է, հաջորդը սիլուրի դարաշրջանն էր, որը արդեն հայտնի էր իր ուրեմն բավականին շատ ծովային հոդվածոտանիների ուրեմն գերակշռմամբ, խեցգետնակարիչների, տրիլոբիտների առաջացմամբ։ Սիլուրի ուրեմն ժամանակաշրջանում առաջացան արդեն առաջին ցամաքային բույսերը, փսիլոֆիտները։ Հաջորդ ուրեմն ժամանակաշրջանը Դևոնի ժամանակաշրջանն է, որը որպես կանոն աչքի էր ընկնում երկշունչ ծնկների առաջացմամբ, ինչպես նաև ուրեմն հնագույն երկենցաղների առաջացմամբ։ Այստեղ շատ էին գետնամուշկերը, ձիաձետերը և բտերանմանները որպես բուսական աշխարհի ներկայացուցիչներ։ Մյուսը քարացխի ժամանակաշրջանն է, որտեղ երկենցաղների ծաղկման ժամանակաշրջան համարվեց, և բավականին շատ էին գերակշռում էին սարդակերպերը և կարիճները։ Պերմի ժամանակաշրջանը վերջին ժամանակաշրջանն է, որտեղ խոնավ վայրերը վերացան և որպես կանոն անապատացան այս ուրեմն վայրերը։ Հետագայում երկենցաղների այն մասը, որը այդ միջավայրի պայմաններին հարմարված չէր, սրանք ոչնչացան և փոխարինվեցին ավելի փոքր չափսեր ունեցող երկենցաղների առաջացմամբ։ Սրանք էլ հետագայում սկիզբ տվեցին իհարկե սողունների առաջացմանը։ Հաջորդը մեզոզոյան ուրեմն դարաշրջանն է 240 միլիոն տարի առաջ, այստեղ գերակշռել են արդեն մերկասերմերը և ծածկասերմերը, ինչպես նաև կոտիլոզավրերի 3 ճյուղ գոյություն ուներ, երկու ճյուղերը ջրային կենսակերպ վարող, իրենց վերջույթները ձևափոխեցին թիակների, պոչը լողակի, իսկ ցամաքայինները ուրեմն ժամանակակից սողունների սկիզբ տվեցին, որոնք էլ հետագայում առաջացրեցին թռչուններին և կաթնասուններին։ Իհարկե 90 միլիոն տարի առաջ կլիմայի փոփոխությունը բերեց նրան, որ փշատերև ձևեր առաջացան բուսական աշխարհում, ինչպես նաև ծածկասերմ բույսերի կոշտ կառուցվածք ունեցող ձևեր։ Եվ այն օրգանիզմները, որոնք զոր ծնոտ չունեին, սրանք որպես կանոն ոչնչացան և փոխարինվեցին այսպես տաքարյուն օրգանիզմների առաջացմամբ։ Տաքարյուն օրգանիզմներից էին առաջին թռչունները։ Հաջորդը կայնոզոյան դարաշրջանն է, որը բաժանվում է ըստ գիտնականների 3 ժամանակաշրջանների՝ պալեոգեն, նեոգեն և անթրոպոգեն։ Ուրեմն այս դարաշրջանում գերիշխող էին կաթնասունները, որոնք ունեին ջրային, օդային և ցամաքային կենսակերպ։ Հետագայում ըստ գիտնականների ուրեմն կարծիքի ընկերքավորները և պարկավորները իրար զուգահեռ զարգացան և ընկերքավորներից առաջացան գիշատիչներն ու պարզագույն սմբակավորները։ Նաև այս դարաշրջանում բավականին ուրեմն շատ էին կնճիթավորները, կետանմանները և պրիմատները։
Հետաքրքիրն այն է, որ բավականին շատ ենք խոսում մարդու ծագման մասին եւ հիմնականում ներկայացնում ենք որպես ուրեմն մարդու ծագման այսպես կապիկների հետ միացման գաղափարի կողմնակից Չարլզ Դարվինին, բայց կարող լինի 1735 թվականին բնական համակարգեր իր աշխատության մեջ արդեն իսկ լինելով մետաֆիզիկ նշել էր, որ մարդը եւ կաթնասունները ուրեմն մարդը մտնում է կաթնասունների դասի մեջ եւ կիսակապիկների եւ կապիկների միասին էր ուրեմն մարդու հետ միասին էր դասել, ինչպես նաեւ էլի մետաֆիզիկ Ժան-Բատիստ Լամարկը 1809 թվականին կարծում էր, որ մարդը ծագել է ծառաբնակ կապկանմանների նախնիներից, սակայն բավականին շատ շահարկվում է Դարվինի անունը, քանի որ 1871 թվականին մարդու ծագումը եւ սեռական ընտրությունը իր գրքում համոզիչ ձևով նա ուրեմն ապացուցել էր մարդը եւ մարդանման կապիկները համոզել էր այն գաղափարը, որ մարդ եւ մարդանման կապիկները ունեին միևնույն նախնիները։ Հիմա ըստ Դարվինի ներկայացնենք ուրեմն եւ ըստ մեր դասագրքի ներկայացնենք ուրեմն կյանքի ծագումը եւ մարդու կյանքի ծագումը, թե ինչպես է ուրեմն ընթացել ճյուղերը, հա, կապիկներից ինչպես են ձևավորվել ժամանակակից մարդու ուրեմն նախնիները, ըստ գիտնականների ամեն ինչ սկսվել է պարապիթեկներից։ Պարապիթեկները դրանք ծառաբնակ կենսակերպ վարող կապիկներ էին, որոնք ժամանակ առ ժամանակ ուրեմն կարող էին իջնել գետնի վրա եւ ուրեմն կիսաուղիղ ձևով ուրեմն քայլել։ Հետագայում պարապիթեկները ճյուղավորվեցին պրոպիոպիթեկների, որոնք սկիզբ կտան գիբոնների եւ օրանգուտաններին, եւ տրիոպիթեկների, որոնք արդեն այն ուրեմն ձևերն էին, որոնք սկիզբ են տվել մարդանման կապիկների եւ ավստրալոպիթեկների։ Եվս մեկ անգամ նշեմ, որ ըստ գիտական ապացույցների են այս ուրեմն ճյուղավորումները։ Պրոպիոպիթեկները սկիզբ տվեցին գիբոններին եւ օրանգուտաններին, իսկ տրիոպիթեկները հետագայում սկիզբ տվեցին շիմպանզեներին եւ գորիլլաներին, որոնք մարդանման կապիկներն էին, եւ հետագայում արդեն ավստրալոպիթեկներին։ Նշեմ նաեւ, որ ավստրալոպիթեկները թեև ժամանակակից մարդու նախնիները չէին, բայց նրանց հայտնաբերումը պատկերացում էր տալիս մարդու էվոլյուցիայի փուլերի մասին։ Մարդու կազմավորման էվոլյուցիայում գիտնականները տարբերում են 4 փուլեր։ Առաջին ավստրալոպիթեկներ կամ հմուտ մարդիկ։ Սրանց մնացորդները հայտնաբերվել են Աֆրիկայում 1959 թվականին եւ սրանք ունեին 120-ից 140 սանտիմետր հասակ։ Գլխուղեղի ծավալը 645-ից 680 սանտիմետր խորանարդ էր եւ բավականին մեծ էր գագաթային եւ ճակատային բլթերը կեղևի։ Ծնոտների ձևափոխությունները ըստ մնացորդների խոսում էին խոսքի սկզբնավորման հնարավորության մասին։ Հաջորդը հնագույն մարդիկ էին կամ հոմո էրեկտուսը, որոնք ուրեմն հայտնաբերվեցին սրանց մնացորդները 1891 թվականին Յավա կղզում։ Սրանք ունեին մարմին խոշոր չափեր եւ առանձնացված էին արքանթրոպների մեջ՝ պիթեկանթրոպները, սինանթրոպները եւ հադերբերգյան մարդը։ Ուրեմն որպես կանոն հասակը 150-ից 180 սանտիմետրի շրջանում էր տատանվում, ողնաշարը արդեն որոշակի կորություններ էր ձեռք բերել եւ գլխուղեղում զարգացած էր գագաթային, ծոծրակային եւ ճակատային բլթերը։ Գլխուղեղի ծավալը 900-ից 1050 սանտիմետր խորանարդ էր ըստ հետազոտության արդյունքների եւ սրանք ապրում էին հոտերով։ Հաջորդը հոմո նեանդերթալենսիսն է, որոնց ուրեմն հայերենով մենք անվանում ենք հնադարյան մարդիկ, եւ այս ուրեմն նեանդերթալցիները որպես կանոն ուրեմն կանիբալներ էին եւ զբաղվում էին որսորդությամբ ըստ ուրեմն հետազոտության արդյունքների։ 1856 թվականին Գերմանիայի նեանդերթալ հարթավայրում պեղումների արդյունքում հայտնաբերվեցին սրանց մնացորդները։ Իհարկե համասար խումբ չէին կազմում, քանի որ կային վաղ նեանդերթալցիներ եւ ուշ նեանդերթալցիներ, եւ չորրորդը նեոանթրոպները, որոնք ժամանակակից մարդու բրածո ձևերն են համարվում։
Կրոմանյունցիները հայտնաբերվել են 1868 թվականի Ֆրանսիայում, բավականին բարձրահասակ էին և ավելի գեղեցիկ կազմվածք ունեին։ Ցեղական կարգով էին ապրում ըստ ուրեմն հետազոտությունների արդյունքների և նրանք հետագայում միգրացիայի ուրեմն միգրացվելով տարբեր տարածաշրջաններ ըստ երևույթին սկիզբ տվեցին ուրեմն տարբեր ռասաների առաջացմանը։ Հիմա խոսենք մարդու և մարդանման կապիկների որոշ նմանությունների մասին։ Ներկայացնենք շիմպանզեի և մարդու կմախքը, և սրանք նման են ոչ միայն կողերի առկայությամբ, այլ նաև պոչի ուրեմն բացակայությամբ են իրար նման, պոչուկային քիչ քանակությամբ ողերի առկայությամբ, ինչպես նաև պոչուկային ողերի միաձուլումն է ուրեմն սկիզբ տվել, որպեսզի մենք խոսենք նմանության մասին։ Հաջորդը ուրեմն նաև մեծ նմանություն է համարվում շիմպանզեների և մարդու մկանային համակարգի նմանությունները, ուշադրություն դարձրեք թիակի հատվածի, ազդրի հատվածի մկանները, ինչպես նաև ուրեմն ձկնամկանը, որը բավականին նման կառուցվածք ունի։ Շիմպանզեի և մարդու մոտ, ինչպես նկատում եք, անդաստակային համակարգը նույնպես բավականին նման է և ուրեմն ունի կիսաբոլոր խողովակներ, նույն ուրեմն փոխուղահայաց դիրքով դասավորված։ Ուշագրավ է նաև ուրեմն մարդանման կապիկների ուրեմն արտահայտման դեմքի միմիկաների նմանությունը մարդկանց, նրանք կարող են և զարմանք արտահայտել դեմքով, և բարկություն, և ուրախություն, և ուրեմն տարբեր դիմամկանային շարժերով են օժտված։ Ինչպես նաև խոսենք ռուդիմենտների մասին, որոնք նույնպես վկայում են այն մասին, որ մեր նախնիները ունեցել են այս օրգանները, հետագայում արդեն սրանք սառնային զարգացման շրջանում կանգ են առել իրենց զարգացումը և արդեն չեն օգտագործվում և ֆունկցիա տվյալ պահին մեզ մոտ չունեն։ Թմբիկի առկայությունը, ուշադրություն դարձնենք մարդու մոտ, ականջի մոտ ուրեմն թմբիկի առկայությունը, որը որ նաև առկա է ուրեմն կապիկների մոտ, ինչպես նաև մեր հին դասընթացների ժամանակ մենք ուրեմն խոսեցինք ձեռքի մեծ մկանի մասին, որոնք որ իհարկե բոլոր օրգանիզմները չեն, բոլոր մարդիկ չեն, որ ունեն, բայց շատերի մոտ սրա առկայությունը խոսում է մեր վաղ ուրեմն նախնիների մասին։ Ինչպես նաև սաղմի զարգացումը շիմպանզեների մոտ տևում է մոտավորապես 9 ամիս, այնպես ինչպես մարդու մոտ, և շատ հետաքրքիր են նաև կենսաքիմիական և բջջագենետիկական անալիզները, որոնք նույնպես վկայում են այն մասին, որ մենք և մարդանման կապիկներ ունենք բավականին մեծ նմանություններ, օրինակ մարդը ԱԲ0 համակարգում ունի ուրեմն էրիթրոցիտների թաղանթում A, B և կարող է ագլյուցինոգեններ չունենալ, իսկ շիմպանզեն ունի ագլյուցինոգենը և կարող է չունենալ։ Օրանգուտանը համապատասխանաբար ունի A ագլյուցինոգենը և B ագլյուցինոգենը, և տրամաբանական է, որ օրանգուտանի մոտ նաև կարող է նկատվել ուրեմն կոդոմինանտություն AB ուրեմն խումբը պարունակող առանձնյակների մոտ։ Անցնենք առաջ, ուրեմն խոսենք քրոմոսոմների նմանությունների մասին։ Ինչպես տեսնում եք, ուրեմն մարդու և աջ կողմի վրա ներկայացված է ուրեմն շիմպանզեի քրոմոսոմները, մարդու և ուրեմն շիմպանզեի քրոմոսոմների նմանությունները, ուշադրություն դարձրեք, միայն երկրորդ ուրեմն զույգում մարդու ժառանգականության նյութը ներկայացված է երկթև 1 քրոմոսոմի վրա, իսկ շիմպանզեի մոտ ուրեմն երկու միաթև քրոմոսոմներում։ Ինչպես նաև ուրեմն այստեղ մենք տեսնում ենք համապատասխանություններ նաև հոմոլոգ հատվածների շրջանում, և եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք ուրեմն ակտիվ ցենտրոմերները մարդու և ուրեմն շիմպանզեի մոտ, որոնք մոտավորապես գտնվում են նույն հատվածում, իհարկե մարդու մոտ այստեղ ուրեմն նաև առկա է ակտիվություն չունեցող ուրեմն ցենտրոմերներ։
Բացի նմանություններից կան նաև բավականին մեծ խոր տարբերություններ։ Մարդու գենոմը ունի ուրեմն 23 քրոմոսոմ, իսկ շիմպանզեն 24։ Կարիոտիպը մեզ մոտ 46, ուրեմն մենք ունենք քրոմոսոմային հավաքակազմը 46, իսկ շիմպանզեի մոտ 48։ Խոսենք տարբերությունների մասին նաև գլխուղեղի ուրեմն օրինակով, շիմպանզեի ուղեղի միջին զանգվածը 460-ից 600 գրամ է կշռում, զարգացած է ծոծրակային բիլթը, իսկ մարդու ուղեղի միջին զանգվածը 1350-ից 1500 գրամ։ Զարգացած է կենտրոնական, քունքային, ճակատային, բոլոր բիլթերն են զարգացած մեզ մոտ, ուրեմն և նաև բնականաբար մարդու մոտ ուրեմն որպես տարբերիչ առանձնահատկություն նկատվում է էսաձև կորացումը, ուղղաձիգ քայլվածքը և ուրեմն հոդաբաշխ խոսքի առկայությունը։ Նաև նշեմ, որ բավականին շատ փորձեր են կատարվել և կատարվում մարդանման կապիկների բաժեցման գործընթացում և որոշ ժամանակ առաջ ուրեմն Ուոշո շիմպանզեին փորձել են խուլ համրերի լեզվով 245 բառ սիմվոլ սովորեցնել, իհարկե բավականին փորձերը ընթացել են ուրեմն այսպես դրական ձևով և ընդհանուր առմամբ փորձի ավարտին ոչ միայն շիմպանզեն կարողացել է տիրապետել, յուրացրել է 600 բառ սիմվոլի, այլ նաև կարողացել է ինքնուրույն ուրեմն հորինել և ուրեմն ստեղծել տարբեր ուրեմն սիմվոլներ։ Նշեմ նաև, որ մարդանման կապիկների տարիքը, եթե համեմատենք մարդու ուրեմն տարիքի հետ, ապա նրա գլխուղեղի հնարավորությունները համապատասխանում են 4-ից 5 տարեկան երեխայի գլխուղեղի ուրեմն կարողություններին։ Շնորհակալություն, հուսով եմ, որ դասը հավանեցիք և ուրեմն կարողացաք ամրապնդել թեման։